Մեղվի մայրակաթը գիտնականների թիրախում։ Սննդարար մեղվի արտադրանքը մայր բուհում դիտարկում են որպես միջավայրի բացասական գործոններից կենդանի օրգանիզմներին պաշտպանելու միջոց։ Երևանի պետական համալսարանի գիտաշխատողները պարզել են, մեղվի մայրակաթն ունի դրական ազդեցություն ճառագայթված խմորասնկերի բնականոն աճի վրա։ Մեղվի մայրակաթը օգտագործում է ժողովրդական բժշկության մեջ բազմաթիվ հիվանդություններ բժշկելու համար, որպես վերկամոքիչ, իմունիտետը խթանող, տարբեր հիվանդությունների դեմ պայքարի, հակավարակիչ, հակամանրեային իր ազդեցությունների շնորհիվ, եւ հենց սա էլ մեր մոտ կարծիք առաջացրեց, որ մեղվի մայրակաթը կարող է նաեւ ունենալ ռադիոպաշտպանիչ ազդեցություն։ Գիտնականները պատահական չեն ընտրել խմորասնկերը որպես հետազոտության մոդել։ Դրանց բջջի ժառանգական նյութի կառուցվածքը նման է մարդկանց եւ կենդանիների բջիջներին։ Ասում են, խմորասնկերի վրա փորձարկումներից հետո մեղվի մայրակաթ հնարավոր կլինի կիրառել նաեւ ճառագայթահարված մարդկանց եւ կենդանիների բուժման մեջ։ Նրանց հետ շատ հեշտ է աշխատել լաբորատորիայում, որտեղ իրենք շատ արագ բազմանում են, շատ մեծ ծախսեր այդ իմաստով չեն պահանջում, բայց իրենց հետ աշխատելը բավականին հեշտ է եւ ինֆորմատիվ է։ Մյուս կողմից, ինչու ենք մենք հատկապես օգտագործում այս խմորասնկերը, որովհետև մեր փորձերը նախնական կատարված տարիների վեր ցույց են տվել, որ խմորասնկերը, որ մենք օգտագործում ենք, շատ ռադիոկայուն են։ Մարությանի գիտական նախագիծը արդեն երկրորդ անգամ ֆինանսավորում է ստացել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրով։ Մեր առաջին հատվածի հետազոտությունները եղել են ավելի շատ նրանց կառուցվածքային, արտաքին տեսքի փոփոխությունների հետ կապված, ճառագայթման ազդեցությամբ, հիմա ավելի քանակական են եղել։ Իսկ հիմա արդեն մենք սկսում ենք նյութափոխանակային գործընթացների վրա մեղվի մայրակաթի դրական ազդեցության ուսումնասիրումը, դա եւ էներգիական փոխանակությունը կլինի, եւ սպիտակուցների սինթեզ, նոր առաջացող սպիտակուցներ։ Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի գիտաշխատող Ստեֆան Գույոն այս հետազոտական ծրագրի գործընկերն է։ Դրամաշնորհի շրջանակում Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականները կայցելեն նաև Ֆրանսիայի Դիժոն քաղաք, տեղում հետազոտություններ կատարելու ժամանակակից մեթոդներին ծանոթանալու։ Արամ Մարանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։